Ընդհանրապես որտեղից էին, կարծես նույնիսկ աշտարակից չէին, հա, դուք ավելի լավ գիտեք, ճանաչում եք համայնքը, ովքեր էին, կային համայնքից մարդիկ։ Դե կային համայնքից, Օհանավանից էլ կային, մանավանդ առաջին պատարագի ժամանակ շատ ավելի էին, երկրորդի ժամանակ արդեն քչացել էին, ըստ երևույթին մարդիկ հասկացան, որ ախր էս ինչ են կանում։ Դե չէին ուզում մասնակից դառնալ այս Սուրբ եկեղեցու վրա էս ինչ հարձակումներ են կանում, չէ՞ որ մենք էլ ենք արդեն հաղորդ դառնում այդ անօրենության։ Մարդիկ հասկացան, բայց որ նայում ենք մեծ մասը դրսից եկած մարդը եկել հասել է Հովանավանք պատարագի, ծխախոտը բերանին դուրսը կանգնած էր, ոչ էլ մտավ, ոչ էլ պատարագին մասնակից եղավ, ուղղակի գլխաքանակ բերեցին, լցրեցին այնտեղ, բայց հուսախաբվեցին, ձեզ ասեմ իմանաք, որովհետև չափազանց քիչ էին։ Ես նկատեցի նույնիսկ տեսանյութներից մեկի մեջ, որ Գևորգը, Պապոյան Գևորգը ձախ ձեռքով էր խաչակնկվում։ Նկատելի էր մյուս իշխանական թևի մյուս ներկայացուցիչներին, ովքեր որ այդպես կրկին անգամ եկեղեցու վրա քարեր նետելով եւ հոգեվորականների վրա քարեր նետելով խոսքեր արտասանեցին Հովանավանքի բակում։ Ամոթ չի, սթափվեք, պարոնայք, սթափվեք։ Վաղը էլի նորից մենք ենք գալու ձեր դուռը։ Մենք ենք աղոթելու ձեր հոգիների փրկության համար։ Մենք ձեզ չենք բաժանում մեզանից։ Կհիշեք սկզբից, երբ որ նախկին տերհայրը որ ասում է, թե ինձ հալածում են, որովհետև ես ընդունեցի առաջին տիկինին։ Ով չի ընդունել առաջին տիկինին։ Ես էլ եմ ընդունել այստեղ Կարմրավորում։ Տղերի հոգևորականն էլ է ընդունել, այո։ Նա առաջին տիկին չէ սահմանադրությամբ։ Ինքն է իրից ուզում, որ իրեն այդպես ասեն, բայց նա առաջին տիկին չէ։ Այո։ Ով չի ընդունել։ Մեր թեմից 3-4 քահանաներ ընդունել են։ Բայց ինչու մեզ չհալածեցին։